Անգեղծ պիտի ըլլամ։ Մենք հոգևոր առաջնորդի մը գարիք ունենք, որուն անձը եւ գործունեությունը ոչ միայն անպասիր պիտի ըլլան, այլև արժանի պիտի ըլլան Քրիստոսի ավետարանին եւ մեր սուրբ հայրերու գդակին։ Նոր առաջնորդը պետք է փարոյական մաքրություն եւ ամպից կենցաղ ունենա։ Նոր կաթողիկոսը պետք է լա հոգևոր մաքրության եւ անձնվիրության օրինակ։ Անոր կյանքը պետք է լիովին համապատասխանե ավետարանական պատվիրաններուն, ոչ թե միայն խոսքով, այլ գործով։ Մենք այլևս չենք հանդուրժել գեղձավորությունը, ֆինանսական սկանդալները կամ բարոյական անգումը։ Ինչպես Տեր Հիսուսը ասավ, ամեն լավ ծառ, որ կբդղապերը լավ բդուղներ, կբահվի, իսկ բջացած ծառը, որը բջացած բդուղներ կուտա, գայրի եւ գրագը կնետվի։ Մենք լավ բդուղներու գարիք ունենք։ Հոգևոր խորություն եւ աստվածաբանական գիտելիքներ։ Առաջնորդը պետք է օժտված լա ոչ միայն հոգևոր խորությամբ, այլև ունենա ամուր աստվածաբանական հիմքեր։ Ան պետք է կարողանա առաջնորդել հոդը ճշմարտության ճանապարհով, պաշտպանելով մեր թավանաբանությունը եւ հավատքի մաքրությունը արտաքին ու ներքին աղավաղումներեն։